Հաղորդուղիների ապաշրջափակման մասին Ադրբեջանին ուղարկված Հայաստանի առաջարկները 6 ամիս անց վարչապետ Փաշինյանը հարայնացրեց Երևանյան երկխոսություն միջազգային ֆորումի ժամանակ։ Հայկական այդ առաջարկները, որոնց Բաքուն դեռ չի արձագանքել, վերաբերում են բացառապես բեռնափոխադրումներին։ Մենք պատրաստ ենք որոշ ծառայություններ առաջարկել եւ մեր գաղափարը այն է, որ հայկական լոկոմոտիվները կարող են Հայաստանի եւ Ադրբեջանի հսկողությունն անցնել։ Գնացքները Ադրբեջանից կարող են գալ, անցնել անձնագրային, սահմանային վերահսկողություն եւ հասնել մինչեւ Նախիջևան եւ հակառակ ուղղությամբ։ Հայաստանը ներկայումս կոնկրետ առաջարկ ունի այս ամենը կազմակերպելու։ Պաշտոնական Երևանն այս առաջարկները Բաքվի ներփոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անցյալ տարեվերջի կազանյան բանակցություններից հետո գործընթացի մանրամասներին քաջատեղյակ քաղաքագետ Տարեկ Քոչինյանը նկատում է, այս առաջարկով Հայաստանը փարատում է Բաքվի բոլոր մտահոգությունները։ Ադրբեջանը ուներ եւ շարունակում է պնդել, որ ունի որոշակի կասկածներ, ասենք, թե մտահոգություններ, ասենք, մարդկանց անվտանգության հետ կապված։ Հիմա Հայաստանի առաջարկը ըստ էության այդ հարցը ուղղակի հանում է մեջտեղից, որովհետեւ այդ բեռնափոխադրումը տեղի է ունենում առանց որևէ մեկ ադրբեջանցու Հայաստանի տարածքից գործելու։ Այսինքն բանը այդ գնացքավարը հայկական կողմից անցնում է սահմանը, բեռը կցում է իր լոկոմոտիվին, անցկացնում է Հայաստանի տարածքը, նույնիսկ անցնում է սահմանը, մտնում ադրբեջանական տարածք Նախիջևան, հանձնում է իր բեռը իր լոկոմոտիվից առանձնացնում է, նույնիսկ հանձնում է ադրբեջանական լոկոմոտիվին եւ այդպես այդ բեռնափոխադրումը տեղի ունենում։ Մանրամասներ ներկայացնելիս վարչապետ Փաշինյանը քանիցս շեշտել էր հայկական առաջարկները հիմնված են երկու երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության սկզբունքների վրա, կարևորել փոխադարձության բաղադրիչը։ Միանշանակավորների անձնագրային եւ մաքսային վերահսկողություն դա չի կարող քննարկվել, բայց այդ անձնագրային եւ մաքսային վերահսկողությունը կարող է լինել մաքսիմալ թեթևացված ձևաչափերով։ Օրինակ, շատ բեռներ, որոնք մուտք են գործում Հայաստան, մուտք են գործում էլեկտրոնային, ուրեմն դեկլարացիաները նախապես ուղարկած։ Դա թույլ է տալիս Հայաստանի պատկան մարմիններին մինչև բեռի անգամ Հայաստանի տարածք մուտք գործել, արդեն տեղարկնել, թե այդ բեռը իրենից ինչ է ներկայացնում։ Եվ կա դրա վերիֆիկացիայի մեթոդները։ Աշխարհում նման տեխնոլոգիաներ արդեն կիրառվում են, կան հատուկ սկաներներ, ստուգող սարքեր, որոնք կարողանում են գործընթացն իրականացնել անգամ գնացքի շարժման ընթացքում։ Օրինակ է բերում քաղաքագետն ու նշում, եւ հայկական կողմն է հնարավորություն ստանում ամբողջությամբ վերահսկել իր տարածքով անցնող բեռնափոխադրումները, եւ ադրբեջանական բեռը կարողանում է առանց կանգառի շարունակել երթևեկությունը։ Ադրբեջանում այնուամենայնիվ կփորձեն ինչ-ինչ պատճառներ գտնել, եթե ոչ մերժելու, ապա գոնե ձգձգելու համար լուծում։ Ադրբեջանի փորձագետները եւս, երբ մենք խոսում ենք հիմնականում իհարկե օնլայն ձևաչափով, որոշակի հստակ լուծում, որպես դա իհարկե ընդունում է, որ կարող է ֆիզիկական իմաստով լինել, բայց պետք է հաշվի առնել մեկ բան, որ շատ դժվար է գտնել Ադրբեջանում փորձագետներ, ովքեր անկախ են եւ ովքեր չեն ներկայացնում Ադրբեջանի իշխանությունների կարծիքը, եւ նրանց մոտեցումները հիմնականում տեղավորվում են նույն տրամաբանության շրջանակներում։ Մեր երկիրը ունի որոշակի պարտականություններ, իհարկե այդպես բացահայտ չեն ասում դրա մասին, բայց իրենց խոսքի տրամաբանությունը դա է, ունի որոշակի պարտականություններ, ունի միջազգային որոշակի խնդիրներ եւ այդ խնդիրների լուծումներից է կախված արդյոք Ադրբեջանը ի վերջո կգնա այս լուծմանը, թե չի գնա։ Ադրբեջանական վերլուծական շրջանակները պարբերաբար նաեւ դեմ են արտահայտվում փոխադարձության սկզբունքին, ինչը կարևորում է հայկական կողմը, շարունակում են քաղաքագետները։ Իրանց հիմնավորումը այն է, որ Հայաստանի ցանկացած կետ հնարավոր է տեղափոխվել Հայաստանի տարածքով, իսկ իրենց դեպքում կա խնդիր, որ Նախիջևանը անկլավ է եւ իրենց տարածքով հնարավոր չէ տեղափոխվել Նախիջևան, ուրեմն այս ճանապարհը ըստ իրենց տրամաբանության պետք է լինի ուրեմն ավելի յուրահատուկ կամ բացառիկ որոշակի պայմաններով աշխատող ճանապարհ, բայց այստեղ կա շատ հստակ կոնտրարգումենտ, Նախիջևանը կատարյալ անկլավ չէ, այսինքն մեկ պետության կողմից չի շրջապատված, Նախիջևանը շրջապատված է 3 պետությունների կողմից, եւ ով ասաց, որ Հայաստանը պետք է տա իրանց այդ բացառիկ ճանապարհը, գնան Իրանից ստանան այդ բացառիկ ճանապարհը, տեսնում կարան ստանան։ Տարեսկզբին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ ակտիվորեն աշխատում են Հայաստանը շրջանցող Իրանի տարածքով անցնող ճանապարհի շինարարության ուղղությամբ։ Ալիևի խոսքով Թեհրանի հետ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել այն ժամանակ, երբ Բաքվում տեսան Հայաստանի իբրև թե ոչ անկեղծ պահվածքը։
Հայաստանը շարունակելու է փակուղում մնալ եւ նրանց տարանցիկ պետություն դառնալու երազանքն այդպես էլ երազանք կմնա։ Նրանց կորուստներն ավելի մեծ են լինելու, քան մերը, այդ իսկ պատճառով այս խնդիրը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է եւ Հայաստանի հետ մեր երկկողմ շփումներում մենք մշտապես ընդգծում ենք. պետք է ազատ անցում ապահովվի Ադրբեջանից Ադրբեջան, առանց ստուգումների եւ խոչընդոտների։ Եվ Հայաստանը դրանի պատասխան հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է նույն մեթոդաբանությամբ, նույն սկզբունքներով, որով որ ճանապարհ անցնում է Իրանով, տրամադրել սեփական տարածքով։ Ես էլ իմ կողմից մի բան հավելեմ, մենք էլ դա կանենք $5 ավելի էժան։ Քանի դեռ ենթակառուցվածքները ապաշրջափակված չեն, քանի դեռ սահմանները բացված չեն, Ադրբեջանը որոշակի առումով Հայաստանին կարողանում է ճնշել։ Մյուս կողմից, սա արդեն երրորդ կողմն է, Ադրբեջանի մոտեցումներից եւս մեկն այն է եւ փորձագետների հետ զրույցներում դա եւս բացահայտվում է, որ նրանք ցանկանում են ոչ միայն անցում ստանալ, այլ նաեւ ստանալ գերակայություն հայկական կողմի նկատմամբ, ինչով պայմանավորված է օրինակ արտատարածքային տրամաբանությունը, բայց եթե նույնիսկ չի լինում արտատարածքային տրամաբանությունը, ապա գուցե հնարավոր է այլ կերպ գերակայություն ստանալ բաղադրիչների միջոցով։ Այս ամենի ֆոնին փորձագետները կարևորում են այն, որ Բաքուն ի վերջո պատասխանի ապաշրջափակման վերաբերյալ մեր առաջարկին, անկախ նրանից պատասխանը դրական թե բացասական կլինի։ Ավելի կարևոր է, որ Ադրբեջանը արձագանքի։ Ինչու՞։ Որտեղ դուք եթե հիշում եք, 3 տարուց ավել տևեց բանակցային գործընթացը խաղաղության պայմանագրի համաձայնեցման վերաբերյալ եւ այո, հայկական կողմը ուղարկում էր, ադրբեջանական կողմը պատասխանում էր։ Այդպես այդ էլեկտրոնային դիվանագիտությունը աշխատեց եւ տվեց իր վերջո իր արդյունքը։ Հիմա եթե Ադրբեջանը արձագանքի եւ ասի օրինակի համար 7 կամ 3 կամ 5 կետ է, այդ կետերից 3 կետ համաձայնեմ, 2 կետ համաձայն չեմ, դա արդեն բավականին լուրջ ձեռքբերում կլինի եւ կասենք, որ այստեղ ունենք քայլ առաջ։ Կսկսենք կշարունակենք աշխատել այն երկուսի վրա, կհասկանանք ոնց կարող ենք ավելի փոխմբռնելի մոտեցման հասնել այդ երկու կետով։ Այս հարցում պակաս կարևոր չէ միջազգային ճնշումը, շարունակում են մասնագետները, պատահական չեն համարում նաև, որ ապաշրջափակման առաջարկի մասին Փաշինյանը խոսեց միջազգային այնպիսի հյուրերի ներկայությամբ, որոնք Ադրբեջանի հետ ավելի սերտ հարաբերությունների մեջ են։ Օրինակ Հունգարիան այս պահին շատ ավելի սերտ համագործակցում է Ադրբեջանի հետ բոլոր մակարդակներում, քան Հայաստանի հետ, եւ այն ինչ ներկայացրել է Հայաստանի վարչապետը ֆորումի ընթացքում, դա ցուցադրումն է նաեւ այն բանի, որ Հայաստանը առաջարկում է փոխադարձահավետ մեխանիզմներ, որովհետեւ ոչ միայն իմ նշած 3 երկրները Հայաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան կօգտվեն, եթե լուծումները գտնվեն, այստեղ նաեւ այլ պետություններ եւս բավական մեծ օգուտներ կարող են քաղել եւ այդ պետություններից մեկը հենց Հունգարիան է, որը առևտրային հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ։ Երևանյան երկխոսություն ֆորումի շրջանակում խոսելով խաղաղության խաչմերուկ նախագծի մասին Նիկոլ Փաշինյանը շեշտել էր դրա միջազգային նշանակությունը։ Սա շատ կարևոր նախագիծ է հաղթահարելու մատակարարման համաշխարհային շղթաների ճգնաժամերը, երբ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ մեր ճանապարհները բացվեն, դա նոր հնարավորություններ կբացի կապակցելու արևելքը եւ արևմուտքը, հյուսիսը եւ հարավը։ Այս ճանապարհը այդպես բացառիկ գերակայություն չէ միջազգային հանրության համար, գուցե Թուրքիայի համար մի փոքր ավելի կարևոր է, որովհետեւ Թուրքիան բավական մեծ հնարավորություններ, օգուտներ կարող է ունենալ, եթե ենթակառուցվածքների ապաշրջափակումը ամբողջ ծավալով լինի եւ սկսեն ճանապարհները գործել։ Բայց Թուրքիայի համար եւս կան շատ ավելի կարևոր գլխացավանքներ այս պահին, ել չասած Եվրոպայի մասին, Միացյալ Նահանգների մասին, որոնք իհարկե ինչ որ չափով երբ ազատ ժամանակ, երբ ազատ ռեսուրսներ մնում են, իրենց ճնշումը օգտագործում են, բայց տեսեք նորից նշեմ, երբ այդ ռեսուրսները եւ ժամանակը մնում են միայն այդ ժամանակ։ Քաղաքագետ Արեգ Քոչինյանը մտահոգություն ունի խաղաղության խաչմերուկի վերաբերյալ մեր գաղափարները դեռևս չեն անցել հայեցակարգային մակարդակից։ Բուկլետի կամ այդ էջի կամ այդ պատկերի մակարդակից անդին որևէ աշխատանք այս պայմանությամբ չկա։ Եվ սա երևի թե մեր ամենամեծ բացթողումն, ամենամեծ թերությունն է։ Ես կարծեմ հիմա շատ լուրջ աշխատանք պետք է տանել, հաշվարկներ ներկայացնել, այնտեղ առևտրաշրջանառության ուսումնասիրություններ ներկայացնել, բնակլիմայական պայմանների ռելիեֆի ուսումն, այսինքն այդ ամեն ինչի վերաբերյալ պետք են բավականին լուրջ ուսումնասիրություններ, որը մինչև այս պահը չկա։ Հայաստանի խնդիրն է 24/7 ռեժիմով աշխատել բոլոր ուղղություններով միջազգային շահագրգիռ կողմերի հետ, որ Ադրբեջանի վրա ճնշման լծակներն աշխատեն ժամացույցի ճշգրտությամբ։ Վոլոդիա Մուշեղյան, Հովհաննես Քյոսեյան եւ Կարեն Բաղդասարյան, Կիրակնորյա լուրեր։